12 տարեկանում Բաքվից տեղահանվելուց հետո Արմիդան ապրել է Հայաստանի ամենատարբեր վայրերում, այժմ իր փոքր անկյունն ունի։ 35 տարի է, ես բնակվում Հայաստանում։ Հայաստանի որ հատվածներում։ Դե սկզբից մենք մնացել ենք քաղաքում Շինարարների, Չիրոմուշկա։ Մայրաքաղաքային կյանքին հաջորդել են մի քանի տարիները Հայաստանի հյուսիսային, հարավային տարբեր քաղաքներում։ Վերջին կանգառը սակայն էլի Երևանն է։ Մենք Վարշավեկ մնացել տարբեր տեղերը։ Սակայն Վարշավեկ տարբեր տեղերը Վարշավեկ մնացել, միջով էս ասենք որ իմացել ենք տունեն ասկ բան անդրակացան են տալի, գնացել ենք դիմում եմ գրել։ Մի տարի հետո ինձ զանգել են, կանչել են, ասել են որ սենյակ ենք տալիս։ Այս սենյակում Արմիդան ապրում է արդեն շուրջ 3 տարի։ Այժմ պետությանը պատկանող բնակելի տարածքը դառնալու է իր սեփականությունը, պատմում է, ի սկզբանե սենյակն այս տեսքը չի ունեցել։ 4 պատ է։ Դատարկ 4 պատ։ Այդպես սաղ ես եմ հարել։ 1988-ից 92 թվականին Ադրբեջանից բռնագաղթած եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող անձանց բնակելի տարածքը նվիրվում է տվյալ տարածքում 3 տարի բնակվելուց հետո միայն, ինչպես Արմիդայի դեպքում է։ Իսկ տեղաբնակներին պետությանը պատկանող գույքը տրամադրվել է, եթե տվյալ տարածքում բնակվել են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1, սակայն այժմ պայմանները հավասարեցվել են։ Տեղաբնակները նույնպես պետք է նվազագույնը 3 տարի բնակված լինեն։ 2024 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության 2037N որոշմամբ էապես բարելավել է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվությունը եւ նվիրաբերությունը, այն կանոնակարգելով որպես մեկ միասնական իրավական ակտ։ Բնակելի տարածքը որպես նվիրատվություն ստանալու համար 3 տարի տվյալ տարածքում ապրելուց բացի մի քանի այլ պահանջներ էլ կան։ Վերջին 2 տարվա ընթացքում չունենան իրենց սեփականության իրավունքով պատկանող որևէ գույք, երբևէ օգտված չլինեն պետական բնակապահովման ծրագրերից կամ դրա համար ֆինանսավորում ստացած չլինեն, իսկ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթածների համար նաև պետք է լիազոր մարմնի կողմից տեղեկանք այդ տարիների ընթացքում բռնագաղթած լինելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած լինելու մասին։ 2025-ին արդեն իսկ տրամադրվել է 22 բնակելի տարածք, 3-ը տեղաբնակներին եւ 19 բռնագաղթած անձանց։ Արդյունքում լուծվել է 59-ի բնակարանային խնդիրը, իսկ ընդհանուր առմամբ նվիրատվությամբ տրամադրված բնակելի տարածքների թիվը 1621-ն է։ Եթե կարգի պահանջներին բավարարում են, դիմումը ներկայացնում են, մենք ուսումնասիրում ենք փաստաթղթերը, այնուհետև միայն ուսումնասիրությունով չենք բավարարվում։ Դիմում ենք համապատասխան շահագրգիռ մարմիններին, որպեսզի նրանք նույնպես ներկայացնեն դիրքորոշում։ Դիրքորոշումները դրական լինելու դեպքում նախագիծը արդեն ուղարկվում է կառավարության հաստատմանը։ Այժմ շրջանառության մեջ է կառավարության որոշման 2 նոր նախագիծ, եւս մեկը քննարկման փուլում է, որոնցով նախատեսվում է եւս 30 բնակելի տարածքի նվիրատվություն շուրջ 80 անձի։ Էմմա Վարդանյան, Արամ Հարությունյան, լուրեր։